Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ մարդիկ պատրաստ են զոհվել ոչ թե հանուն հողի, ոչ թե հանուն հայրենիքի և ոչ էլ հանուն ոսկու, այլ հանուն գաղափարների։ Ողջունում եմ բոլորիդ, սա Պոլիտ պոդքասթն է և մենք այսօր սուզվելու ենք մարդկության պատմության ամենադաժան, ամենաարյունարգու, սակայն մարդկության հոգեբանության տեսանկյունից ամենահետաքրքիր դարաշրջան՝ 20-րդ դար։ Մենք այսօր կքանդենք աշխարհը կառավարող 3 գլխավոր մեխանիզմները, կխոսենք կապիտալիզմի, կոմունիզմի և ֆաշիզմի մասին և կփորձենք հասկանալ դրանց իրական դեմքերը։ Մենք կնայենք չարիքի աչքերի մեջ և կուսումնասիրենք Ադոլֆ Հիտլերի հոգեբանությունը և Հոլոքոստի աներևակայելի դաժանությունը։ Իսկ վերջում ես ձեզ կներկայացնեմ մի շատ հետաքրքիր պատմություն մի մարդու մասին, ով չունենալով ոչ մի ռեսուրս, ոչ մի զինտեխնիկա և առհասարակ չունենալով ոչինչ, կարողացել է խաբել պատմության ամենադաժան բռնապետին և ուղղակի բեկել է համաշխարհային պատմության ընթացքը։ Դե ինչ, եթե պատրաստ եք, նստեք հարմար, մենք սկսում ենք։ Դե ինչ, մաս 1. Գաղափարների բախումը և ինչպես հիվանդացավ աշխարհը։ Որպեսզի հասկանանք, թե առհասարակ 1930-ականներին ինչպես խառնվեց ամբողջ աշխարհը, մենք պետք է նայենք այն հոսանքներին, որոնց տակ էլ որ ընկավ աշխարհը, որոնք պայքարում էին մարդկանց ուղեղների համար։ Եվ այդ հոսանքներից առաջինը կապիտալիզմն էր։ Պատկերացրեք մի հսկայական վազքուղի, որտեղ սուլիչը հնչում է և բոլորը սկսում են վազել։ Սակայն կանոնը մեկն է՝ փրկվում է նա, ով ուժեղ է և խելացի։ Կապիտալիզմի սիրտը անհատն է, կապիտալիզմի սիրտը մարդն է և պետությունը այստեղ ունի ուղղակի ընդամենը խաղավարի դեր։ Նա խաղավարն է, այլ ոչ թե ճակատագիրը տնօրինողը։ 1920-ականներին կապիտալիզմը Ամերիկայում ստեղծել էր մի ֆանտաստիկ պայմաններ առհասարակ մարդու, հասարակության և կյանքի համար, մեքենաներ, ջազ, երկնաքերեր, Հենրի Ֆորդը փոխում էր աշխարհը, փոխում էր հասարակության պատկերացումները հարստության մասին։ Սակայն կապիտալիզմը ունի մի դաժան, սակայն շատ կարևոր օրենք։ Եթե դու թույլ ես, եթե դու խելացի չես, եթե դու պարտվող ես, այն քեզ չի ներում։ Վազքուղում ոչ ոք քեզ չի սպասում, եթե դու պարտվող ես։ Եվ լավագույն օրինակը դա Wall Street-ի բորսայի փլուզումն է, երբ մարդիկ ուղղակի, ովքեր միլիոնատերեր էին և հենց երեկ ապրում էին ցայտ ու շվայտ կյանքով, հանկարծ այսօր երկնաքերերի պատուհաններից ընկնում են։ Եվ տասնյակ միլիոնավոր մարդիկ ուղղակի մնացին անգործ, անտուն, սոված և այս հուսահատության մեջ էլ նրանք կարիք ունեին փրկչի։ Նրանք սկսեցին փնտրել այլընտրանքներ և հասկացան, որ ունեն կարիք փրկչի։ Եվ հենց այստեղ բեմ է գալիս կոմունիզմը։ Եթե կապիտալիզմը ասում էր դու մենակ ես քո խնդիրների հետ, կոմունիզմն ասում էր եկեք խլենք հարուստներից և բաժանենք բոլորին։ Բոլորը պետք է հավասար լինեն, հարուստներից խլում ենք, հավասար բաժանում ենք բոլորին։ Հնչում է որպես դրախտ, հնչում է որպես երազանք հասարակության համար, որտեղ բոլորը ուղղակի կլինեն հավասար իրավունքներով, հավասար կարողություններով, սակայն Կարլ Մարքսի ուտոպիական այս երազանքը, երբ հասավ Ռուսաստան և ընկավ Ստալինի ձեռքը, սա վերածվեց մի դժոխքի, կարող ենք ասել դժոխքի։ Կոմունիզմը հասկացավ մի բան. հասարակության մեջ հավասարություն պահելու համար պետք է բացարձակ վերահսկողություն հասարակությանը։ Այսինքն, եթե դու ուզում ես, որ բոլորը լինեն հավասար, պետք է բոլորը լինեն բացարձակ վերահսկելի։
Եվ հենց սա էր ստալինյան կոմունիստական գաղափարախոսությունը, որ բոլորը պետք է լինեին վերահսկելի։ Ստալինյան ԽՍՀՄ-ում, շեշտում եմ, որ ստալինյան, մարդը որպես անհատ կարող ենք ասել գոյություն չուներ։ Նա ուղղակի պտուտակ էր մի հսկայական մեխանիզմի, մի հսկայական մեքենայի, որը անընդհատ շարժվում էր, անընդհատ շարժման մեջ էր, սակայն եկեք ուղղակի պատկերացում կազմենք։ Դուք չեք կարող ունենալ սեփական միտք, արտահայտել դա, ազատ խոսքի իրավունք չունեիք եւ չէիք կարող ձեռք բերել սեփական հող։ Հողը նույնպես պատկանելու էր պետությանը։ Երբ ստեղծվում էին կոլխոզները, միլիոնավոր գյուղացիներ ուղղակի չէին ուզում իրենց հողատարածքը տրամադրել պետությանը։ Եվ ինչպիսի լուծում է տալիս Ստալինը արհեստական սով է ստեղծում, նույն ինքը Հոլոդոմորը Ուկրաինայում, որի հետևանքով ուղղակի մահանում են միլիոնավոր մարդիկ։ Ուղղակի մահանում են, պարզապես սովից մահանում են։ Այնուհետև սկսվեցին արդեն ռեպրեսիաները, գուլագների համակարգը, գիշերային թակոցները դրանը, երբ քո հարևանը ուղղակի քեզ կարող էր մատնել պետությանը հաճոյանալու համար, սակայն իրականում քո բնակարանին տիրանալու համար եւ այսպիսով հասարակության մեջ լարվածություն կար, հասարակությունը գիտեր, որ եթե հանկարծ իր սեփական կարծիքը արտահայտի դեմ իշխանությանը, կարող է իր հարևանը, բարեկամը, հարազատը մատնել իրեն իր բնակարանին կամ ունեցվածքին տիրանալու համար։ Եվ վերջապես ուզում եմ նշել, որ կոմունիզմը վերածվեց ոչ թե հավասարության, այլ աղքատությամբ հավասարության։ Այսինքն կոմունիզմի այն հրաշք դրախտային, մարքսյան մի գաղափարախոսություն էր առաջ, սակայն վերածվեց, ես այստեղ նշել եմ, վախի եւ աղքատության հավասարության։ Եվ իրոք այդպես էր, ժողովուրդը վախ ուներ իր մեջ, արտահայտել իր սեփական կարծիքը եւ բարձրացնել իր ձայնը։ Եվ իհարկե բոլորը պարզվեց, որ աղքատ էին եւ աղքատության հավասարություն էր։ Եվ վերջապես խոսենք երրորդ գաղափարախոսության մասին, ֆաշիզմից եւ դրա ծայրահեղ դրսևորումից, նացիզմից։ Այն ծնվեց առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներից եւ արյունից ծնունդ առավ։ Ֆաշիզմն ասում էր. ոչ կապիտալիզմի էգոիզմին, ոչ կոմունիզմի դասակարգային պայքարին։ Ֆաշիզմի կենտրոնում ազգն է, պետությունը եւ առաջնորդը, ղեկավարը։ Իսկ Գերմանիայում նացիզմը դրան ավելացրեց ավելի սարսափելի, ես նույնիսկ ասեի ամենասարսափելի բաղադրիչը՝ ռասայական զտումը, գենետիկ գերազանցությունը։ Իհարկե մենք դեռ կխոսենք դրա մասին ավելի մանրամասն, սակայն մենք անցնում ենք ոդքասթի մաս երկրորդին՝ չարիքի անատոմիան, Հիտլերի հոգեբանությունը եւ թաքնված փաստերը։ Սակայն պետք է հասկանանք, ինչպես մի ամբողջ կիրթ, սեփական գրականություն, պատմություն եւ արվեստ ունեցող գերմանացի ազգը կարող էր գնալ մի մարդու հետևից, որը աշխարհը տարավ բացարձակ կործանման, մի դաժան հրեշի հետևից։ Եկեք խոսենք առհասարակ Ադոլֆ Հիտլերի մասին, նրա հոգեբանության մասին։ Ադոլֆ Հիտլերը համաշխարհային պատմության մեջ այն հաճախ հայտնի, սակայն ոչ ամբողջությամբ բացահայտված կերպարներից է եւ միշտ հետաքրքրություն է առաջացնում հասարակության մոտ, քանի որ միշտ կա փաստեր, որոնք հասարակությունը չգիտի նրա մասին։ Եվ ես առանձնացրել եմ հետաքրքիր փաստեր հենց Ադոլֆ Հիտլերի մասին։ Մենք նրանք հաճախ պատկերացնում ենք որպես մարդկային հրեշ, այլմոլորակային մի դաժան գազանի, սակայն քչերը գիտեն, որ Ադոլֆ Հիտլերը շատ սովորական, ուղղակի հաճախ բարդույթներով լի մի անձ էր, մի անձնավորություն էր։ Քչերը գիտեն, որ Հիտլերը երիտասարդության տարիներին մնացել է անտուն Վիեննայում եւ շատ գեղեցիկ
նկարող նկարիչ է եղել եւ իրոք տաղանդ է ունեցել դեռ մանկուց եւ սեր նկարչության հանդեպ, սակայն ինչպես է ծնվել մի երիտասարդի մոտ մարդկության հանդեպ նման ատելություն, երբ նա ուղղակի ուզում էր դառնալ նկարիչ։ Երբ նա դիմում է այստեղ արվեստի ակադեմիան Վիեննայում, Գերմանիայում նաև, նրան մերժում են, ասելով, որ նա ուղղակի չունի տաղանդ, սակայն հետագայում նա իմանում է, որ նրա փոխարեն ընդունել են մեկին, ով իսկապես չուներ տաղանդ, սակայն ուներ գումար։ Այսինքն նրա տաղանդը թերագնահատվել է այստեղ եւ գերարժևորվել է նյութական կարողունակությունները, նյութական ունակությունը։ Այդ մերժումը նրա մեջ ծնում է մի ահռելի ատելություն հասարակության հանդեպ եւ հենց սա էլ դառնում է պատճառ, որ հասարակությունը ծնեց մի ահռելի, դաժան, շատ հզոր գազանի։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա շարքային զինվոր էր, սովորական զինվոր էր, ով քիմիական գազի հարձակման պատճառով կուրացել էր։ Մի քանի ամիս շարունակ կուրացել էր եւ հենց հոսպիտալում է նա իմանում Գերմանիայի պարտության մասին եւ ավելի է զայրանում, նրա զայրույթը ուղղակի չափ ու սահման չէր ճանաչում, երբ նա իմացավ Գերմանիայի պարտության մասին եւ իր մոտ արմատավորվեց պարտությունը որպես, ավելի կոնկրետ նշեմ, հրեաների եւ կոմունիստների թիկունքից հարված Գերմանիային։ Եվ կոմունիստների եւ հրեաների հանդեպ ատելությունը սկսվեց հենց այստեղից, առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից։ Քչերը գիտեն, որ Հիտլերը շատ հանճարեղ մանիպուլյատոր էր։ Նա ժամերով փակվում էր իր սենյակում, կանգնում էր հայլու առաջ եւ փորձում էր իր խոսքը, որպեսզի հասկանա, թե որ ժեստը, որ ձայնային ելևէջն է ավելի լավ ազդում հասարակության վրա եւ որը կկարողանա միանգամից մտնել մարդկային ուղեղների մեջ։ Ժամերով ուղղակի շարունակ փորձեր էր անում իր խոսքի եւ տեքստերն էր անընդհատ կրկնում եւ հաճախ իր բոլոր հավաքները կազմակերպում էր հենց գիշերային ժամերին, որպեսզի մարդիկ հոգնած լինեին, աշխատանքից զգային մասնակցելու հավաքներին եւ կարողանար լուսային այնպիսի էֆեկտներ ստեղծել, որ աստվածության նման մի բան իրեն դարձներ։ Այսինքն մարդիկ տեսնեին, որ մթության մեջ լույսն է ընկնում Ադոլֆի վրա եւ նա աստվածության նման մի բան է։ Բայց կա մի փաստ, որը լրիվ փոխում է Ադոլֆ Հիտլերի մասին մեր պատկերացումները։ Պարզվում է, որ նա վեգետարիանец էր։ Նա անչափ սիրում էր շներին, կարելի ասել պաշտում էր շներին, շատ էր սիրում կենդանիներին եւ չէր ուտում միս, որպեսզի քիչ կենդանիներ սպանվեն։ Նրա համար անընդունելի էր կենդանիներին մորթելը։ Սակայն այս մարդը իր ձեռքով ստորագրում էր հրամաններ, ըստ որի մահանում էին միլիոնավոր մարդիկ։ Սակայն մենք հիմա ձեզ մոտ հարց կառաջանա, ինչպես կարող էր մարդ, ով նույնիսկ չէր ուտում միս, որպեսզի քիչ կենդանի սպանեն, ստորագրեր հրամաններ, որոնցով էլ որ սպանում էին միլիոնավոր մարդկանց։ Նա, ցիտում եմ, հրեաներին, գնչուներին եւ հաշմանդամներին մարդ չէր համարում։ Նրա ուղեղում դա ոչ թե սպանություն էր, այլ վիրահատություն հասարակության մարմինը վարակից մաքրելու համար։ Շատ դաժան, շատ կոպիտ նկարագրություն է, շատ կոպիտ խոսք է հնչեցրել նա, բայց սա ամբողջությամբ ամփոփում է նրա գաղափարախոսությունը։ Այսինքն նա իրոք հաշմանդամներին, գնչուներին եւ հրեաներին չէր համարում մարդիկ, համարում էր վարակ հասարակության մարմնում եւ դրա համար էլ սառնասրտորեն կարողանում էր հրամաններ ստորագրել, որպեսզի նրանց ամենադաժանակին կերպով սպանեին։ Եվ այստեղ մենք գալիս ենք մարդկության պատմության ամենամութ, ամենասարսափելի, ամենադաժան եւ ամենաարյունարկու էջերից մեկին՝ Հոլոքոստին։ Մաս 3. Դարի ոճիրը, Հոլոքոստի դաժան իրականությունը։
Երբ մենք հաճախ լսում ենք 6 միլիոն հրեաների սպանության մասին, մենք ուղղակի մեր ուղեղը փորձում է սա ընդունել որպես ստատիստիկ վիճակագրություն, հասարակ ուղղակի վիճակագրություն, քանի որ ուղղակի մասշտաբները չի կարողանում պատկերացնել։ 6 միլիոն մարդ։ Մեր ուղեղը ուղղակի հրաժարվում է ընկալել այդ թիվը։ Բայց եկեք նայենք, թե ինչպես էր դա արվում։ Հոլոկոստի սարսափը նրանում չէր, որ մարդիկ զայրույթից սպանում էին իրար պատերազմի ճակատում։ Սարսափը դրա աներևակայելի դաժանության եւ մասշտաբայնության մեջ էր։ 1942 թվականի հունվարին Բերլինի արվարձաններից մեկում, ավելի կոնկրետ Բանզեյում, հավաքվեցին Գերմանիայի 15 բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանք կրում էին թանկարժեք կոստյումներ, խմում էին թանկարժեք վիսկի, ծխում էին սիգարներ եւ որոշում, թե ինչպես կարելի է ամենաարագ, ամենաէժան եւ ամենադաժան ձևով վերացնել հրեաներին Գերմանիայից։ Եվ դա կոչվում էր հրեական հարցի վերջնական լուծում։ Սկզբում նացիստները օգտագործում էին այսպես կոչված Einsatzgruppenները, մահվան ջոկատները, ովքեր մտնում էին գյուղեր, հրեաներին կանգնեցնում էին փոսերի դիմաց եւ գնդակահարում էին։ Սակայն հետագայում արդեն հոգեբանների հետ աշխատելուց, երբ որ զինվորները աշխատում էին հոգեբանների հետ, հասկանում էին, որ սա շատ բարդ հոգեբանական սպի է թողնում զինվորների մոտ եւ հաճախ հետո զինվորները իրենց մարտունակությունը կորցնում էին, քանի որ այդ ամենը տեսնելուց հետո ուղղակի խելագարվում էին։ Եվ որոշեցին ստեղծել մի շատ դաժան, սակայն շատ արդյունավետ մահվան գործարաններ Auschwitz, Treblinka եւ Sobibor, որոնք արդեն չէին ազդի զինվորների հոգեբանության վրա, քանի որ զինվորները այսպես անմիջապես դեմարդեմ չէին տեսնի եւ չէին սպանի հրեաներ։ Պատկերացրեք գնացքներ, ահռելի քանակությամբ գնացքներ, լիքը կանանցով, երեխաներով, ծերերով, անմարդկային պայմաններում ճամփորդում են, շաբաթներով։ Հասնելով ճամբար, նրանց դիմավորում էր բժիշկ Յոզեֆ Մենգելեն, անելով ճակատագրական ընտրություն։ Ովքեր ուժեղ էին, կգնան աշխատելու, մինչև հյուծվածությունից մահանան, իսկ ովքեր թույլ էին, նրանց ասում էին, որ տանում են ցնցուղ ընդունելու։ Սակայն մերկացնում էին, մտցնում խցերը եւ առաստաղից ջրի փոխարեն բաց էին թողնում ցիկլոն B թունավոր գազը։ Մահը վրա էր հասնում րոպեների ընթացքում, սակայն ահռելի տանջանքներով եւ ապա նրանց մարմինները այրում էին կրեմատորիաներում եւ հաճախ տարածքում գտնվող գերմանացիները բողոքում էին, թե ինչ անտանելի հոտ է ընկնում ամբողջ տարածաշրջանով եւ զինվորները ծիծաղելով պատասխանում էին, որ նրանք վառվելիս ավելի անտանելի են։ Այս ամենը անում էին ոչ թե հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդներ, այլ գերմանացի հասարակ զինվորներ, ովքեր աշխատանքային օրվանից հետո գնում էին տուն, գրկում էին իրենց երեխաներին, կանանց, լսում էին Մոցարտ եւ հանգստանում։ Եվ սա մարդկության հոգեբանության ամենամեծ աղետն է, երբ օրենքն ու քարոզչությունը նորմալացնում են չարիքն ու դաժանությունը։ Մաս 4. Աշխարհը կրակի մեջ։ Անցում երկրորդ համաշխարհային պատերազմին։ Այս երեք գաղափարախոսությունները՝ կապիտալիզմը, կոմունիզմը եւ ֆաշիզմը, վաղ թե ուշ մի օր պետք է բախվեին։ 1939 թվական Հիտլերը եւ Ստալինը, երկու, կարող ենք ասել, ոխերիմ թշնամիներ, անսպասելիորեն կնքում են Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը։ В Москву прибыл министр иностранных дел Германии господин Йоахим фон Риббентроп. Господин фон Риббентроп был встречен с заместителем Народного комиссара иностранных дел
товарищем Потемкиным. Договор о ненападении, заключенный Советским Союзом и Германией, не только укрепит добрососедские и мирные отношения между обеими державами, но и послужит делу всеобщего укрепления мира. Из Берлина в Москву прибыл председатель Совета народных комиссаров СССР и народный комиссар иностранных дел Вячеслав Михайлович Молотов. На участке от реки Игорка до Балтийского моря в связи с состоявшимся 3 августа 1940 года принятием Литовской ССР в состав Союза Советских Социалистических Республик. Նրանք որոշում են պարզապես կիսել Լեհաստանը իրար միջև։ Սեպտեմբերի 1-ին Հիտլերը հարձակվում է և սկսվում է մարդկության պատմության ամենամեծ սպանդը՝ երկրորդ համաշխարհային պատերազմը։ En quelques jours, l'armée soviétique parvient à stabiliser le front devant Moscou. Շուտով դաշինքները փոխվում են, Հիտլերը դավաճանում է Ստալինին և հարձակվում է ԽՍՀՄ-ի վրա։ Ամբողջ աշխարհը բաժանվում է տարբեր ճամբարների։ Սակայն այս պատերազմը միայն խրամատներում չէր ընթանում, մինչ զինվորները խրամատներում և մարտի դաշտում կռվում էին միմյանց դեմ, զոհվում էին Ստալինգրադի ցրտում կամ Խաղաղ օվկիանոսի կղզիներում, լրիվ ուրիշ պատերազմ էր գնում անտեսանելի ճակատում, ինֆորմացիայի և լրտեսության ոլորտում։ Եվ անցում ենք կատարում մաս 5, մարդ, ով ծախեց պատրանքը Գարբոյի պատմությունը։ Եվ հիմա խոստացված պատմությունը, որ ուզում եմ ձեզ պատմել, մենք խոսեցինք տանկերի, գաղափարախոսությունների, ոճիրների մասին, բայց եկեք խոսենք մի մարդու մասին, ով չունենալով ոչ մի ռեսուրս և իրոք չունենալով ոչինչ, ապացուցեց, որ միտքն ավելի հզոր է, քան ամբողջ գերմանական ռազմական միավորումները և բանակը։ Ծանոթացեք, Խուան Պուխոլ Գարսիա։ Խուանը սովորական իսպանացի էր։ Նա իր մաշկի վրա զգացել էր ֆաշիզմի ու կոմունիզմի դաժանությունները։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմում և խորապես ատում էր թե ֆաշիզմը, թե կոմունիզմը։ Երբ սկսվեց մեծ պատերազմը, նա որոշեց, որ պետք է ծառայի Բրիտանիային և պետք է օգնի ամեն գնով։ Սակայն երբ դիմեց բրիտանական հետախուզությունը նրան մերժեց։ Նա, պատկերացրեք, 3 անգամ դիմել է հետախուզությանը և 3 անգամ մերժում է ստացել։ Շատերը կհանձնվեին, շատերը կմտածեին, ես ուզում եմ օգնել պետությանս, իսկ պետությունը ինձ մերժում է։ Ինչի, ես ուրեմն չպետք է շարունակեմ այս պայքարը։ Սակայն Խուանը ոչ։ Խուանը շատ նպատակասլաց և շատ հզոր մարդ էր, ով կարողացավ իր ուժերով օգտակար լինել իր պետությանը։ Հաճախ բրիտանական հետախուզությունը 3 անգամ էլ մեկնաբանել էր այսպես. դու փորձ չունես, դու զինվորական չես, մեզ պետք չես։ Սակայն շուտով դուք կտեսնեք, որ չնայած նրան, որ փորձ չուներ և զինվորական չէր, բայց շատ պետք էր պետությանը։ Նա գնում է նացիստների մոտ, ներկայանում է որպես ֆանատիկ ֆաշիստ, ֆանատիկ նացիստ և Իսպանիայի պաշտոնյա, նա համոզում է գերմանական Abwehr-ին, նույն ինքը գերմանական հետախուզությանը, որ կարող է գնալ Լոնդոն և լրտեսել նրանց համար։ Գերմանացիները հավատում են, նրան տրամադրում են գումար, գաղտնագրման գրքույկ և ուղարկում են Բրիտանիա։ Բայց Խուանը Լոնդոն չգնաց իհարկե, նա գնաց Պորտուգալիա, ավելի կոնկրետ Լիսբոն, և գրադարանում նստած ձեռքի տակ ունենալով ընդամենը Բրիտանիայի տուրիստական ուղեցույց, գնացքների չվացուցակ և անգլիական թերթեր, նա սկսեց հորինել գաղտնի
Լոնդոնի կյանքի զորքերի տեղաշարժի մասին զեկույցներ եւ ուղարկել գերմանացիներին։ Նրա երևակայությունն ուղղակի անսահման էր եւ ստերը այնքան ճշմարիտ, այնքան ճշգրիտ էին թվում, որ Գերմանիան հավատում էր ամեն ինչին, ինչը որ ասում էր Խուանը։ Շուտով բրիտանական հակահետախուզությունը սկսում է խոճապի մատնվել, քանի որ գերմանական կոդավորված գրերից հասկանում են, որ ինչ որ բրիտանացի լրտես կա, ով ամբողջ գերմանական տեղեկությունը ամբողջ բրիտանական տեղեկությունը պատերազմի մասին փոխանցում է Գերմանիային։ Եվ սկսում են փնտրել նրան, փնտրում են Լոնդոնում, փնտրում են ամբողջ Բրիտանիայում, սակայն չեն կարողանում գտնել։ Եվ բրիտանացիները գտնում են Խուանին, նրանք ապշած էին։ Նրանք հասկացան, որ նա Պորտուգալիայում է։ Մեկ մարդ առանց որևէ ռեսուրսի հիմարացրել էր ամբողջ ֆաշիստական, նացիստական Գերմանիան։ Նրան անմիջապես գաղտնի տեղափոխեցին Լոնդոն եւ տվեցին Գարբո կոդային անվանումը հռչակավոր դերասանուհի Գրետա Գարբոյի անունով, քանի որ կարծում էին, որ Խուանը իսկական դերասան է։ Այստեղ Գարբոն բրիտանական հետախուզության աջակցությամբ ստեղծում է իր գլուխգործոցը, որը երևի թե համաշխարհային պատմության լավագույն կեղծ ստեղծված, սակայն ամենադաժան իրականություններից մեկն էր։ Գերմանացիներին զեկուցում է, թե իբր բրիտանացիներից 27 լրտեսներից, 27 բրիտանական լրտեսներից կազմված մի խումբ է ստեղծել նա, որտեղ ավելի կոնկրետ նշեմ, հնդիկ պոետներ են, վենեսուելացի ուսանողներ, շոտլանդացի զինվորներ, ովքեր շատ դժգոհ են ամենից եւ ուզում են ծառայել Գերմանիայի համար եւ ընդդիմացել են Բրիտանիային։ Գերմանացիներն այնքան էին ոգևորված Գարբոյի այս հրաշալի գաղափարով ճակերտների մեջ, որ նրանք սկսում են այդ 27 լրտեսներին ֆինանսավորել եւ պատկերացնում եք իրականության դաժան հեգնանքը, որ Գերմանիան ֆինանսավորում էր բրիտանական հետախուզությանը։ Իր ձեռքով իր թշնամուն ֆինանսավորում էր։ Եվ ահա 1944 թվական պատերազմի գագաթնակետը, նույն ինքը, որը պատմության մեջ, համաշխարհային պատմության մեջ գրվեց որպես D օր։ Անգլիայի, ԱՄՆ-ի եւ Կանադայի միացյալ զորքերը պետք է ափիչնեին, որը գտնվում էր Ֆրանսիայում, Նորմանդիա նահանգում։ Սա վճռորոշ հարված էր, որը պետք է ասատագրեր ամբողջ Եվրոպան նացիստներից։ Բայց եթե Հիտլերը իմանար, թե որտեղ են իջնելու նրանք, որտեղ երբ են իջնելու իր դաշնակիցները, նա միանգամից իր ամբողջ զորքը կտեղակայեր այնտեղ եւ վայրկյանների ընթացքում կոչնչացներ նրանց։ Եվ հարյուր հազարավոր մարդիկ կմահանային։ Ուստի դաշնակիցները Գարբոյի միջոցով սկսեցին օպերացիա Ֆորտիտյուդը, պատմության ամենամեծ ապատեղեկատվությունը։ Գլխավոր դերակատարը հենց Գարբոն էր։ Նա հարյուրավոր գաղտնի զրույցներ եւ զեկույցներ է ուղարկում Հիտլերին ու գերմանական շտաբին, համոզելով, որ Նորմանդիայի վայրեջքը ընդամենը ծուղակ է մշակված ԱՄՆ-ի, Կանադայի եւ Բրիտանիայի կողմից եւ իրականում հարվածը միլիոնանոց բանակով հասցվելու է Ֆրանսիայի մեկ այլ ափից Պադե Կալեից։ Որպեսզի սուտն ավելի համոզիչ լինի, բրիտանացիները Պադե Կալեի դիմաց տեղադրում են փչովի, ռեզինե տանկեր, պլաստմասե հրթիռներ, ինքնաթիռներ եւ ստեղծում են մի հսկայական բանակի տպավորություն, եւ երբ գերմանական լրտեսական ինքնաթիռները վերևից նկարում էին, իրոք տեսնում էին հսկայական բանակը։ Այսպիսով, հունիսի 6-ին դաշնակիցները իրականում իջան Նորմանդիայում։ Սկսվեց դժոխային արյունահեղություն։ Գերմանացի գեներալները ուղղակի աղերսում էին Հիտլերին, որպեսզի պահուստային այն տանկերը, այն ռազմատեխնիկան, որը գոնե կար, մնացել էր, ամբողջությամբ չէր
տեղակայվել Պադեկալիայում, տեղափոխեն Նորմանդիա եւ ոչնչացնեն թշնամուն, բայց այստեղ շատ հետաքրքիր մի բան կա, Հիտլերը այնքան էր հավատում Գարբոյին, որ արգելում է տեղաշարժել տանկերը, ասելով ոչ, Գարբոն ասել է, որ սա ծուղակ է։ Սպասեք իրական հարձակմանը Պադեկալիայում։ Նրանք սպասեցին 1 շաբաթ, 2 շաբաթ, մինչև հասկացան, որ Նորմանդիայի հարվածն էր իրականը, բայց արդեն չափազանց ուշ էր, դաշնակիցները ճեղքել էին պաշտպանությունը։ Գարբոյի հորինած սուտը փրկեց անթիվ 100 հազարավոր կյանքեր եւ փոխեց պատերազմի ընթացքը։ Սակայն գիտեք որն է այս ամբողջ պատմության ամենահետաքրքիր եւ նույնիսկ ծիծաղելի հատվածը, որ գերմանացիները այնպես էլ չհասկացան, որ Գարբոն իրենց խաբել է։ Նրանք այնքան էին հավատում Գարբոյին, որ մտածում էին, թե նա պարզապես սխալվել է։ Պատերազմի ավարտին, որպես շնորհակալություն իր ճակերտավոր նվիրված աշխատանքի համար, Ադոլֆ Հիտլերը անձամբ իր ձեռքով ստորագրում է հրամանագիր Գարբոյին Գերմանիայի բարձրագույն զինվորական պարգևով երկաթե խաչով պարգևատրելու մասին։ Նույն տարում Բրիտանիայի թագավորը նրան գաղտնի պարգևատրում է բրիտանական կայսրության շքանշանով, եւ Խուան Պուխոլ Գարսիան դառնում է համաշխարհային պատմության մեջ միակ մարդը, ով բարձրագույն շքանշան ստացավ պատերազմող 2 հակառակորդ կողմերից էլ։ Ավելի ուշ նա բեմականացնում է իր մահը եւ շարունակում է իր կյանքը խաղաղ եւ հանգիստ Վենեսուելայում։ Մեր այսօրվա, եթե որպես վերջաբան ձևակերպենք, մեր այսօրվա ճամփորդությունը սկսվեց կապիտալիզմի փլուզումից, կոմունիզմի դաժանությունից, Հիտլերի հիվանդագին ուղեղի եւ հոլոկոստի գազախցիկների միջով եւ ավարտվեց մեկ մարդու հանճարեղ ստով։ Երբ մենք նայում ենք 20-րդ դարին, մենք հասկանում ենք մի շատ կարևոր, գուցե սարսափելի ճշմարտություն։ Իշխանությունը զենքը չէ։ Իշխանությունը պաշտոնյաները չեն։ Իշխանությունը նրանն է, ով տիրապետում է մարդկային իրականությանը։ Սա բացարձակ ճշմարտություն է եւ անհերքելի ճշմարտություն է։ Սակայն ո՞րն էր այսօրվա ոդկասթի իմաստը։ Անկախ նրանից, դա ազգայնական քարոզչություն է, որը ստիպում է սովորական մարդկանց հրեշներ դառնալ, թե տեղեկատվական խաբկանք, որը ստիպում է բռնապետին հավատալ լավ ուրվական բանակների գոյությանը, գաղափարներն ու ինֆորմացիան են իրականում կառավարում աշխարհը։ Մենք այսօր էլ ապրում ենք այնպիսի աշխարհում, հենց նույնպիսի աշխարհում, որտեղ հաճախ մեր սմարթֆոնների էկրաններից եւ առհասարակ հեռուստացույցներից, լրատվականներից մեզ փորձում են հաճախ հրամցնել կեղծ տեղեկություն։ Ուստի հաջորդ անգամ, երբ ձեզ համոզեն որևէ բացարձակ ճշմարտություն, այսպես կուտեղի վրա ձեզ համոզեն, հիշեք 20-րդ դարը եւ հիշեք Գարբոյին։ Շնորհակալություն ձեր ժամանակը տրամադրելու համար, շնորհակալություն, որ տրամադրեցիք ձեր ժամանակը եւ ինձ հետ եք այս հետաքրքիր, մի փոքր բարդ եւ դաժան ճանապարհին։ Ես անպայման կսպասեմ ձեր մեկնաբանություններին, բաժանորդագրվեք ալիքին եւ թողեք ձեր մեկնաբանությունները, կկարդամ անպայման եւ կփորձեմ հաջորդ ոդկասթներում ներառել նաեւ ձեր առաջարկած բոլոր թեմաները։ Դե ինչ, մնացեք լավ, տեղեկացված, իսկ մենք դեռ կհանդիպենք մեր հաջորդ ոդկասթի թողարկման շրջանակներում։